Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, իսկ հիմա բոլոր մեծիկներին ու փոքրիկներին հրավիրում ենք այստեղ, որովհետև առաջին անգամ տարածաշրջանում, կարելի է այդպես ասել, առաջին անգամ տարածաշրջանում ստեղծվել է լիամետրաժ մուլտֆիլմ արհեստական բանականության շնորհիվ, միջոցով։ Մուլտֆիլմի անունն է Փոքր մհեր եւ այս գեղեցիկ թեմայի շուրջ մենք հրավիրել ենք այստեղ շատ սիրելի հյուրերին, որոնց հիմա իմ շատ սիրելի ինան կներկայացնի։ Մեր տաղավարում են Փոքր մհեր մուլտֆիլմի բեմադրող ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր, սցենարի հեղինակ Հովհաննես Մարգարյանը, բարի լույս, եւ Փոքր մհեր մուլտֆիլմի գեղարվեստական ղեկավար Անուշ Ղազարյանը, բարի լույս։ Շնորհակալություն, որ այս թողու բոհի մեջ մեր տաղավարում եք եւ պատրաստվում եք կիսել նորությունները մեզ հետ։ Բարի լույս, շնորհակալություն, որ մեզ հրավիրեցիք։ Դե եկեք խոսենք այս մուլտֆիլմի մասին։ Ինչպես ծնվեց գաղափարը, ինչպես ստեղծվեց այս մուլտֆիլմը, մի փոքր կամ շատ ավելի մանրամասնենք մուլտֆիլմի մասին։ Երևի պիտի գանք առաջին ակունքներից, որովհետև սա գեներատիվ տեխնոլոգիաների 485 կենտրոնն է ստեղծում, ինչ է իրենից ներկայացնում կենտրոնը եւ ինչու եք նախաձեռնել նման հեշտ թվացող, բայց բարդագույն մի նախագիծ։ 485-ը հենց այդ անվանման հիմքում ընկածել են գաղափարը, որ ամեն կերպ պետք է մենք ցույց տանք, որ ինչ որ արտադրում ենք Հայաստանում, գեներատիվ տեխնոլոգիաների միջոցով, դա հենց հայկական է ու 485-ը հենց խորհրդանշում է Հայաստանի շտրիխ կոդը, որովհետև ցանկացած արտադրանք, որ արտադրում է Հայաստանում, սկսում է իր շտրիխ կոդը 485 թվերով։ Ու 485-ը հենց այդ գաղափարն է, որ ստեղծենք արտադրանք, որը հնարավոր է արտահանել, որը կախված չի լինի ոչ մի բանից, սահմաններից, ճանապարհներից կամ օդային ճանապարհներից, ուղղակի հնարավոր է արտահանել ու այդ հայկական միտքն է ու տեխնոլոգիական հնարավորությունները։ Ինչպես ծնվեց գաղափարը անդրադառնալու Փոքր մհերի կերպարին ու դրա շուրջ հավաքել այս մուլտֆիլմը։ Ինձ թվում է Փոքր մհերի կերպարի ընտրության հարցում ամեն դեպքում մտահղացումը Հովհաննեսինն էր։ Ես մտահղացման համահեղինակն եմ ու հենց Փոքր մհերը մեր համար ամենահետաքրքիրն է, որովհետև Փոքր մհերին առանձնապես մեծ անդրադարձ չի եղել, ինքը ոչ միանշանակ կերպար է ու իր դրամատուրգիան ոնց որ ավարտուն չի։ Ինքը գնաց ու փակվեց Ագրավաքարում ու մեր համար հենց հետաքրքիր է այնպիսի հերոս ունենանք, որին որ մենք ինքներս եք փորձենք ճանաչել ու Փոքր մհերի միջոցով արդեն ճանաչենք էպոսը հենց իր բոլոր 4 ճյուղերով։ Փոքր մհերը արդեն իրանով հենց այդ էր իր հետաքրքրությունը, որ առողջվածային կերպար էր։ Ու մենք որոշեցինք ինչ իրավիճակում կուզենանք իրեն տեսնենք, հասկացանք, որ լավագույն տարբերակը այդ բան, որ մեր մտքում առաջացավ, մեր օրերում, որովհետև երկար ժամանակ փակվել է Ագրավաքարում ու երբ որ հայտնվի մեր օրեր, մեզ էլ է հետաքրքիր ինքը ինչ վարքագիծ կդրսևորի, դա Փոքր մհերի հենց այդ ընտրություններ ու իր պատմությունը փորձեցինք ամբողջական սցենար այնպես կառուցել, որ հետագայում հնարավոր լինի թարգմանել ու տարբեր լեզուներով, տարբեր երկրներում ներկայացնել հայկական էպոսը, երեխաներին ներկայացնել իրենց հետաքրքիր լեզվով։ Վերջապես կտեսնենք, թե Փոքր մհերը ոնց է դուրս գալիս այդ փակված դռնից։ Կարող ենք ասել, որ սա փորձ է էպոսը շարունակելու եւ ոչ միայն շարունակելու, այլ էպոսը ապրեցնելու մեթոդներից մեկն է, որպեսզի ոչ միայն շարունակի ապրել, այլև շարունակությունը տեսնենք, կարծես մեզ էլ է հետաքրքիր։ Բոլորիս էր հետաքրքիր ինչ եղավ Փոքր մհերի հետ։ Մեզ նույնպես հետաքրքիր էր։ Միանշանակ, որովհետև հերոսների հարցում կարծում եմ մենք էլ պետք է մեր հերոսներին ունենանք, ճանաչենք, հիշենք երեխաները նրանց մասին, նրանցով, չգիտեմ, օրինակ վերցնեն իրենց եւ ծասնածռերը եւ բոլոր հերոսները դրա համար հաստատ ծառայելու են էլ երեխաների համար որպես հերոս ու Փոքր մհերն էլ բնականաբար։ Շատերին թվում է, թե արհեստական բանականությունը հեշտ գործիք է ինչ-որ մի նյութ գեներացնելու, ստանալու, ստեղծելու համար, բայց ես պատկերացնում եմ կամ երևի թե ճիշտ եմ պատկերացնում, որ այստեղ կան շատ մեծ մարտահրավերներ, պատմենք մի փոքր ինչպիսի մարտահրավերներ եք դուք բախվել այս մուլտֆիլմը ստեղծելուց, արհեստական բանականությունն է, հիշեցնեմ, գլխավոր թեման այստեղ։ Բնականաբար ընդհանրապես հեշտ չի, շատ բարդություններ են եղել, կարամ օրինակ բերեմ կերպարներին ամբողջական պահելը, ոնց որ ամբողջ ընթացքում, որ իրանք լրիվ նույն տեսքով մնան ու մեզ համար ճանաչելի լինեն ամբողջ գիծը պահեն, հագուստի վրա փոփոխություններ չլինի, հայացքի վրա փոփոխություններ չլինի, բարդությունները նաև ներկայացնում օրինակ մասսայական տեսարանները, շատ կերպարներով տեսարանները, որտեղ պետքա բոլորին պահել, բոլորի էմոցիաները պահել, բոլորի արտաքինը պահել եւ այդ
այդ ամեն ինչը բավականին բարդ է տրվում եւ դրանք դա հենց մանրամասն աշխատանքա կոնկրետ տեսարանի վրա բավականին շատ մեծ ջանք է թափվում այդ կտորների վրա։ Արհեստական բանականությամբ գեներացնել առնվազն 1 րոպե տևողությամբ որևէ բան, աուդիովիզուալ, դա բավականին բարդ է, որովհետև ինչպես նշում եք, մանրակրկիտ աշխատանք է տարվում, որովհետև այնուամենայնիվ արհեստական բանականությանը պետք է շատ հստակ ալգորիթմներով թելադրել այդ 1 րոպեի ընթացքում ինքը ինչ պիտի անի եւ ինչից իրավունք չունի շեղվելու եւ ինքնուրույն ստեղծագործելու։ Ինչ է նշանակում լիամետրաժ, սա ծավալը պատկերացնելու համար երևի պետք է մեր հեռուստադիտողներին պատմել, քանի րոպե բովանդակություն ունի այս մուլտֆիլմը, պատկերացնելու համար ինչ ծավալի աշխատանք է տարվել։ Ֆանտաստիկ։ Սա տարածաշրջանում ըստ երևույթի գուցե եւ աշխարհում փորձեր կան սակավաթիվ, վստահաբար, բայց սա եւս համաշխարհային մարտահրավեր է, որովհետեւ բացառիկ առաջին գործերից մեկն է, որ լիամետրաժ է արվում։ Քանի րոպե է տևում։ 80 րոպե։ 80 րոպե։ 80 րոպեն բավականին բարդ էր։ Ինչքան ժամանակ եք դուք աշխատել այս ամենի վրա։ 5 օր է սա։ Չէ, իրականում մտահղացումը հենց սկիզբը, որ կարելի ասել նոյեմբեր ամսվանից է սկսել, նոյեմբերից սկսել ենք, արդեն որոշակի տես գաղափար ունենք սցենարական մասով, բայց հենց ամբողջ պատկերաշարը ստանալու համար մոտ 4-5 ամիս, եթե ոչ մի փոքր ավել, 4-ից 5 ամիս, բայց առանց շաբաթ կիրակի էլի։ Ինքը դասական մուլտարտադրության տրամաբանությամբ եթե նայենք, բավականին քիչ է, ու հենց արհեստական բանականության հենց ողջ իմաստն նրանում է, որ ամենաթանկ ու կարևոր բանը ժամանակը, այդ ռեսուրսը ինքը փորձի կրճատի ու խնայի։ Ու մեզ օգնեց, որովհետև մենք ունենք երազանք, բայց չկար է դրա ռեսուրսը։ Հիմա հնարավորություն եղավ մենք որպեսզի դարձնենք լիամետրաժ մուլտֆիլմ 80 րոպե ու կարողանան մարդիկ ընտանիքներով նստեն, դիտեն փոքր մեր մեծ էկրանին։ Խոսենք մի փոքր պրեմիերայի մասին, երբ է լինելու մուլտֆիլմի պրեմիերան ու կա նպատակ, ցանկություն, երազանք, որպեսզի այն Հայաստանի սահմաններից դուրս գնա։ Հունիսի 1-ից արդեն բոլոր կինոթատրոններում կցուցադրվի փոքր մեհերը, ոչ միայն Երևանի, այլ Հայաստանի բոլոր կինոթատրոններում, ու դա կլինի մեր երեխաների համար, երևի թե մեր կողմից լավ նվեր, ու նպատակը սկզբնական շրջանում արդեն Սփյուռք, իսկ Սփյուռքից հետո թարգմանել ու տարբեր լեզուներով ներկայացնել ոչ հայ հանդիսատեսին, բայց վստահ ենք, որ իրենց կհետաքրի նույնպես։ Իսկ կարող է մրցանակաբաշխությունների էլ նաև մասնակցի փոքր մեհերը, մեծ փառատոների։ Կան փառատոներ կան, որոնք որ մեծ տեղ են տալիս նաև հենց գեներատիվ տեխնոլոգիաներին, միանշանակ 485 կենտրոնը դիմելու է այդ նմանատիպ փառատոներին, որովհետև մենք լիամետրաժ մուլտ ենք ստեղծել, որը կարծում ենք, որ պետք է ներկայացնել միջազգային փառատոներին, իսկ հաջողվի մեզ ինչ որ մեծ մրցանակներ ձեռք բերել թե չէ, դա երևի ժամանակը ցույց կտա, բայց մենք լիահույս ենք։ Լիահույս ենք, որ կստացվի մեր մոտ։ Անդրադառնալով նաև գեղարվեստական մասին, պատմության ստեղծման ամբողջապես գեներացվել է արհեստական բանականության կողմից, թե մասնակցություն ունեցել են նաև արվեստագետներ եւ նկարիչներ, ովքեր ստացել են, հայկականացրել են, ամբողջացրել են կերպարը, նոր դա ներմուծվել է արհեստական բանականություն։ Չէ, միանշանակ շատ մասնագետներ են աշխատել եւ նկարիչներ եւ AI արտիստները, քանի որ շատ կարեւոր էր հայկականություն փոխանցելը եւ միջավայրերին եւ կերպարներին, դա այտենց հեշտ չի ստացվում ուղղակիորեն բառեր prompt-ը գրելով եւ ինչ որ արդյունք ստանալով, դրա վրա մի քիչ ավելի երկար աշխատանք է պահանջվում եւ դրանով զբաղվում են նկարիչները։ Օրինակ կարամ բերեմ հենց մեհերի դյութազնական հագուստը, եթե սովորական հագուստ ենք նկարագրում, դա բնականաբար շատ ավելի հեշտ է ստանալ, բայց հենց հայկական արմատներով հագուստ ուղղակիորեն գեներացնելը անհնար է եւ դրա համար աշխատանքը հետեւյալ ձև է գնացել մենք դիմել ենք մասնագետների, տարազի մասնագետների ու իրանց հետ միասին սկեչերով տարբեր մի քանի տարբեր հագուստներ փորձելով իրանց հետ հաստատելով արդեն իսկ ձեռքով նկարելով արդեն դա տվել ենք
արհեստական բանականությանը ու դրա հիման վրա արդեն գեներացվել է հագուստը։ Նույն ձևով նաև միջավայրներն են ստեղծվել, որոնք պետք է լինեն հայկական միջավայրեր, մեզ շատ բնորոշ, մեզ ծանոթ, գյուղերից, բակ, չգիտեմ, ցանկացած բան, այդ ամենը նույնպես նկարվել է, այդ ամենը լուսանկարների հիման վրա է արվել եւ շատ բաներ նաև ձեռքով նկարվել է, չգիտեմ, ինտերիերները օրինակ, ինչ որ էլեմենտներ, կահույքի կտորներ, որոնք հենց պետքա մեզ ծանոթ լինեն ու հայկական լինեն։ Այսինքն մենք փաստում ենք, որ մուլտֆիլմը ամբողջությամբ արհեստական բանականության հիմքով չի ստեղծված, չէ՞։ Մարդու ձեռքը ամեն դեպքում մարդկային գործոնը պարտադիր է, գործիք է, որի հետևում կանգնած են մարդիկ ու շատ մեծ թիմ, մոտավորապես մի 50 հոգի, եւ բոլորի հետ միասին այս ծանր աշխատանքը արվել է հիմքում ամեն դեպքում մարդու աշխատանքն է։ Օպերատորից սկսած մեր Վահագն Տեր-Հակոբյանը, որտեղ որ յուրաքանչյուր տեսարան, յուրաքանչյուր կադր նախապես գծվել է մատիտով, պատկերը արդեն հասկացել ենք, որ այսպիսի կադր ենք ուզում, այսպիսի օբյեկտիվ, լույսը այսպիսին պետք է լինի, նոր արդեն դա գեներացվում է։ Ինքն փուլերը այդպես են գնացել ու ամեն ինչ որ դետալի համար եղել է պատասխանատու ընդհանուր վարսահարդար, որը որ հետևում էր ինքը որ մազերը, սանրվածքը ամբողջությամբ պահպանվեին այս հերոսին ու ինքը հերոսների համար ստեղծում էր, հորինում էր սանրվածքներ ու իր խնդիրն էր ողջ մուլտի ընթացքում ապահովի մազերի ձևը, ինչքանով որ հնարավոր էր արհեստական բանականության միջոցով։ Ժամանակաշրջանում ենք ապրում, դիմահարդար եղել է։ Դիմահարդար խորհրդատու, ոչ ինտենսիվ։ Մենք իհարկե կատեգորիկ ենք վերաբերվում արհեստական բանականությանը, բայց պետք է խոստովանել, որ արհեստական բանականությունն առանց մարդկային գործոնի պարզապես գոյություն ունենալ չի կարող, ինչը նաև հակառակն է նկատվում, նաև մենք էլ մասամբ արդեն կարծես գոյություն ունենալ չեն կարող առանց արհեստական բանականության, բայց մարդկային գործոնի ներմուծումը ոչ միայն այսպես կադրից դուրս աշխատանք, ինչպես տանում է թիմը, օպերատորները, բեմանկարիչները եւ այլն, շատ կարևոր տեղ ունի նաև գեներացված մուլտֆիլմի մեջ ձայնը, որը կարծես թե վստահել եք նաև անվանի դերասանների, ովքեր կան ներգրաված եւ ում ձայնով եւ ում միջոցով ենք լսելու փոքր մհերը։ Փոքր մհերը մեր մոտ Սոս Ջանիբեկյանն է, որը որ շատ փայլուն կերտեց այդ կերպարը ու շատ հետաքրքիր լուծում գտանք Սոսի հետ, որ մենք չէինք ուզում հենց ամբողջությամբ բարբառով լիներ, բայց ուզում էինք, որ նաև հենց մհերի խոսքը տարբերվեր մյուս հերոսների խոսքից ու Սոսի հետ գտանք լուծում, որպեսզի տենց մի փոքր բառերը այլ կերպ տա, նախադասությունը այլ կերպ դասավորենք ու դա լինի իր խոսքի առանձնահատկությունը, հերոսներից մենք պատմիչը Խորեն Լևոնյան, Ռաֆայել Երանոսյան, Արուսիկ Տիգրանյան, Լևոն Հարությունյան, Դավիթ Հակոբյան, Վահե Բոնին ու շատ կան Հարություն Խաչատրյան, ամբողջությամբ հենց մարդկային ձայներ են, բնական ձայներ են, որովհետև արհեստական բանականությանը մենք դիմել ենք բացառապես պատկերը գեներացնելու համար։ Մնացած ամբողջ հենց հետևում կանգնած շատ մեծ թիմ։ Եթե մյուս հաջորդը որ նկարեք մուլտֆիլմը, ինձ եւ Ինային էլ իշը խնդրում եմ, մենք Սիրով անպայման կմիանանք ձեր մեծ թիմին ու գնալով դեպի ամփոփում ինչ նպատակներ, ծրագրեր կան առաջիկայում, ինչ սպասենք ձեզնից այս մեծ թիմից։ Առաջիկայում մենք ուզում ենք մուլտի պրեմիերայից հետո արդեն երբ որ կարողանանք հանձնել հանդիսատեսի դատին, մենք ուզում ենք հենց մեր ողջ ռեսուրսը օգտագործել, որ Հայաստանը կարողանանք դիրքավորել որպես արհեստական բանականության մեջ լավ փորձ ունեցող, լավ մասնագետներ ունեցող երկիր, որովհետև աշխարհը գնում է դեպի այդ արհեստական բանականության ու ճանապարհով դրա մասին նույնիսկ ամենա վառ օրինակը, որ հենց AI դոմեյնը արդեն դարձել է ամենաթանկ դոմեյնը աշխարհում։ Հետևաբար հետաքրքրությունը մեծացել է մանատիպ կազմակերպություններ ստեղծելու են։ Մենք ուզում ենք Հայաստանը դիրքավորենք որպես հենց գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոն, որ արդեն դրսում ինչ որ մեկի մտքով որ անցնի, ինչ որ մեծ նախագիծ իրականացնի, առաջին հենց մտքին գա Հայաստանը։ Իսկ չեմ կարող ուղղակի դարձնել, իսկ վտանգավոր չի ամեն դեպքում արհեստական բանականությունը, որ այսքան ներխուժում է մեր կյանք։ Մեծական բաներ ես անում։ Ես հենց լավ որ Հովանեսին հանդիպեցի։ Ցանկացած գործիք կախված է թե ինչպես կօգտագործենք։ Մուրճը վտանգավոր է, եթե իրեն սխալ օգտագործես։
եթե ճիշտ օգտագործես, ինքը շատ օգտակար է։ Ու արհեստական բանականության կիրառումը դա չի նշանակում, որ դասական մուլտը ավարտվեց, էլի։ Ոնց որ օրինակ քարիդարը չավարտվեց, չէ՞, նրա պատճառով որ քարը վերացավ։ Ուղղակի գործիքներ հայտնվեցին, որոնք հեշտացրեցին մարդու կյանքը, բայց քարը մենք օգտագործում ենք։ Այ հենց սա ես ուզում լսել, որ հանգիստ այսպես ասի։ Շնորհակալություն ձեզ։ Շատ շնորհակալություն ձեր ժամանակը տրամադրելու համար։ Ձեզ մեծագույն հաջողություններ ինչպես պրեմիերային, այլ ամբողջ նախաձեռնությանը եւ ձեր բռնած գործին իհարկե։ Մենք սպասում ենք նորությունների եւ նորից ձեզ հյուրընկալելու առիթին։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, հունիսի 1-ից Հայաստանի բոլոր կինոթատրոններում այսպիսի մի AI քեզ մուլտֆիլմ կարելի է ասել, փոքր մհերը բարձրանում է մեծ էկրաններ, ձեր սիրելի էպոսը, ձեր սիրելի ձայները, ձեր սիրելի մարդիկ գալիս են պատմելու նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պատմություն, իսկ մենք շարժվում ենք առաջ։